Ողջույն Դավիթ ջան, Ողջույն, ողջույն Սևակ ջան, շատ ուրախ եմ քեզ կրկին տեսնել մեր եթերների շրջանակներում, շատ շնորհակալ եմ հյուրընկալվելու համար։ փոխադարձ, շնորհակալ եմ Եվ հրավերին։ ինչպես նախորդ եթերները, կարծում եմ այս եթերն էլ կլինի շատ դրական, կառուցողական եւ անհրաժեշտ մեր դիտորդների համար Դավիթ ջան։ Եվ ժամանակ չկորցնելով, մի հատ հետաքրքիր հարց եմ ուզում տալ, որտեղ ինձ եւս հետաքրքրում է քո պատասխանը։ Ինչ է հաճույքը, հաճույքի հետ կապված, ինչ է հաճելին։ Օրինակ, զանազան կրոններում կամ աղանդավորական կազմակերպություններում, ովքեր որ մնում են այդ տիրույթում եւ իրենց ինչքան էլ մենք բերենք սա բացատրենք կամ նա բացատրենք, իրանք ասում են, չէ, ճիշտ է, սա է, ճիշտն է, որտեղ իրենց հաճելի է, ինձ թվում է այդտեղ մնալը։ Իրենք միգուցե իրենց վախերն են իրենց հաճելի, թե կուզեն ռոպագանդա, որ իրենց քարոզվում է այդտեղ մնալ, որ այդ եղանակն է, որ կհասնեն դրախտ եւ կվայելեն Աստծո ներկայությունը, կունենան անվախճան դարեր եւ ամեն բաներից կօգտվեն։ Ասենք մուսուլմանները, որ ասում են, յո, թկույս մեզ է սպասում այնտեղ, մեկն ասում է, այսպես կլինի, այնպես, այսինքն ինչ որ մեկը մի ձգտում է դրել, որի անունը տակից իրան հաճելի է սցենարի նման ավարտը, եւ նա դրա պատճառով մնում է այդ դաշտում, ոչինչ կրելով ներկա պահի վախերն ու դժվարությունները, զաթով վերջում կգնա եւ կվայելի, այսինքն այդ հաճույքը, ինչ է հաճույքը։ Ես որտեվ հաճույքի տարատեսակները կան եւ այսօր էլ ռոպագանդվում է շատ հեռուստաալիքներով կամ YouTube-յան հարթակներով, որ այս աշխարհը ֆիլմ է, մենք եկել ենք այստեղ հիշելու, ամեն ինչ արդեն եղել պրծել է, մենք այստեղ ուղղակի խաղում ենք այդ դերը։ Սա մի հատ ֆիլմի նման բան է, որտեղ արդեն ամեն ինչ եղել է, հա, ծրագրավորված է, այն ինչ որ մենք անում ենք, ուրեմն տենց պետք է անել։ Ինչ որ լինում է, ուրեմն արդեն որոշված է, կանխորոշված է, որ սենց պետք է լինել։ Այսինքն դուրս է գալիս եւ ազատ կամքի հակասում կամ էլ իրենք կարծում են, որ մենք հոգի մակարդակով արդեն այդպես ծրագրել ենք եւ եկել ենք, դրա համար հիմա այստեղ ինչպես որ արարչությունը կազմակերպել է, մենք գիտակից թե անգիտակից ավտոմատ թե մեխանիկորեն անում ենք, այն ինչ որ մենք պետք է անեինք, սա արդեն վաղուց նկարված ֆիլմ էր։ Ինչ կասես այս մասով Դավիթ ջան, շատ հետաքրքիր կլինի նաեւ քո մոտեցումը։ Խնդրեմ սիրով։ Նախ շնորհակալ եմ նորից հանդիպման հրավերի համար։ Ինչ վերաբերում է բարձրացրած հարցին, ստեղ ավելի շատ երկու տարբեր հարցեր էին, ոնց որ թե ինչ վերաբերում է այդ երկրորդ բարձրացրած հարցին, փորձեմ ընդհանրապես իմ տեսանկյունը արտահայտել, ոչ թե կարծիք, որովհետև այո, շատ տարբեր տեղերից լսել եմ նույն գաղափարախոսությունը, որ սա ֆիլմ է, արդեն այն ինչ լինում է, դա արդեն որոշված է եւ այլը, միանշանակ կողմ չեմ, որ միանշանակ ամենին այդ դիրքից նայել, որտեղ եթե որ ամեն մի քայլին է վերաբերվում մեր արած այդ գաղափարախոսությունը, իհարկե անձամբ ինքս կողմ չեմ, որտեղ այդ դեպքում դուրս է գալիս ծրագրավորված ռոբոտներ են, ոչ ավելին։ Ամեն մի քայլի կտրվածքով եմ ասում, ոչ թե ընդհանուր մեծ ծրագրերի, եթե խոսքը գնում է, որ ամեն մի քայլը, որը ինքներս անում ենք, թե վնասակար, թե օգտակար, թե լուսավոր, թե ոչ լուսավոր քայլեր, բոլորը որոշված են, նշանակում է իմաստնակորում այդ ամեն շուրջ եւ խոսել, եւ քննարկել, եւ դիտարկել, եւ լավ ու վատ անել, որովհետեւ այդպես ծրագրավորված է, այլ իմաստը որն է, որ մենք փորձում ենք ինչ-որ մի բան անել։ Դրանից առաջ հաճույքի գաղափարից հարց եղավ, խոսեցինք, նաեւ վերանում է հաճույքի գաղափարը, վերանում է եւ հաճույք, եւ տհաճություն, եւ բոլոր գաղափարները ընդհանրապես ռոբոտի պես, այսպես ասած, կամ որ ծրագիր ենք մենք դառնում, լիարժեք ծրագիր, որ ուղղակի ինչ-որ մի տեղից որոշում են, որ այսպես պետք է անենք ու վերջ։ Այսինքն սա փորձ է, սուտ գոյություն չունի, չկա ստի դաշտ, ամեն ինչ արդեն գծած է, որ սենց պետք է լիներ եւ այլն։ Դառնում է ընդհանրապես կինոյի սցենար,
որին ընդհանրապես համաձայնություն, նույնիսկ համաձայնություն չենք տալիս խաղալու, այսինքն մենք ուղղակի այտենց մի մաս ենք դառնում այդ կինոյի ու վերջ այդ ֆիլմի, հա, եթե այդ տեսքով ենք նայում, բայց ինչի համար ենք բողոքում այդ դեպքում, եթե դա այդպես պիտի լիներ, ինչի համար ենք ցավ ապրում, ինչի համար ենք ուրախությունը հաճույք ապրում, գիտակցում ենք, եթե գիտակցում ենք, որ մենք սցենարի մի մաս ենք, եկեք ոչ տխրենք, ոչ ուրախանանք, բայց չեմ կարծում, որ ամեն մի քայլի դեպքում է պետք նման ձևով դիտարկել։ Այո, մենք գալիս ենք այս աշխարհ որոշակի ճանապարհ անցնելու համար, որը կիսատ ենք թողել մեր անցյալ կյանքերում, որը կուտակել ենք պարտքի պահանջի տեսքով անցած կյանքերի եւ անցած կյանքերում շփումների եւ մեր գործողությունների միջոցով եւ այդ ճակերտավոր ասած սցենարով գալիս ենք, բայց ոչ թե որ ամեն մեր մի քայլը պետք է այս սցենարի մի մասը լինի, այլ մենք գալիս ենք որոշակի բազայով, որպեսզի լուծենք մեր կիսատ թողած խնդիրները, դա նման է նրան, որ օրինակ բանկից պարտք ես վերցնում եւ դու պարտավոր ես այդ քո պարտքը վերադարձնելու իր տոկոսներով, չվերադարձնելու դեպքում քո տունը կամ քո ունեցվածքը բռնագրավվում է եւ դու սնանկացման եզրին ես հասնում, դառնում ես անտուն եւ այլն։ Դա էլ է սցենարի մի մաս։ Ոչ, կա ընդհանուր համաձայնություն, սցենար, որ ճանապարհ A-կետից B կետ պետք է գնանք, բայց ընթացքը մենք ենք որոշում ոնց գնանք, մեր իսկ սխալները գործելով, սայթաքելով կամ ընկալելով, գիտակցելով, որ պետք է համապատասխան պարտք ու պահանջները փակենք, որպեսզի մեր առաջ ուրիշ դռներ բացվեն։ Բայց ամեն մեր քայլը վերագրել արդեն ի վերուստ սցենարի, ընդհանրապես անմիտություն եմ ամենայն դեպս ինքս ընկալում, նաև հեշտացված մի ձև եւ ինչ որ մի առումով էլ խապկանքի մի ձև եմ ընկալում, որովհետեւ նման դեպքում ուղղակի մարդիկ վերածվում են էակների, որոնք ուղղակի գործողություններ են անում, որովհետեւ մտածում են, որ ուրեմն տենց էլ պիտի լինի։ Ասենք, նայ, օրինակ, մարդասպանը ասում է, դե այդպես էլ պիտի լիներ։ Մանյակը հաճույք է ստանում, հաճույքին վերադառնանք, հա, հաճույք է ստանում իր արած բռնաբարությունների կամ սպանությունների այդ process-ից, ասի այդպես էլ պիտի լինի, մենք էլ կարանք ասենք, դե նորմալ է, ուրեմն այդպես էլ պետք է լիներ։ Սցենարի մի մասը, եթե ընդհանուրը դիտարկենք սցենարի մեջ, բայց մենք սխալ ենք տեսնում, մենք արանքի իմպրովիզները չենք գնահատում, որը մենք ինքներս պետք է անենք, այդ իմպրովիզի շնորհիվ է, որ պետք է ստանդարտ դաշտից կարողանանք թրիշկ անել դեպի այլ դաշտ եւ այդ թրիշկի շնորհիվ կարողանանք այդ ամբողջ պարտքու պահանջը, որը մենք բերել ենք մեր այլ կյանքերից, այդ պարտքու պահանջի խնդիրները լուծենք եւ դուրս գանք մտնելով այլ դաշտ, ավելի ինքնուրույն դաշտ, բայց ավելի ոնց որ ասած շատ խորքերը չներթափանցելու համար կուզեմ անցուդարձ անենք հաճույքի դաշտ, նկատելով, որ ընդհանրապես նյութական աշխարհը, շեշտում եմ նյութական աշխարհը հատկապես, կառուցված է հենց այդ հաճույքների դաշտի կամ ցանցերի միջոցով։ Եվ մենք բոլորս իրականում ամեն պահ զգում ենք այդ հաճույք ստանալու կարիքը, հարցը այլ է, մենք իրոք ստանում ենք այդ հաճույքը, թե չէ, որովհետեւ ընդհանրապես հիմքը այս աշխարհի այս կյանքի հիմքում այո ընկած է հաճույքի գաղափարը, սակայն այստեղ մի թույլ ըմբռնում կա, մենք չենք ճանաչում ինչ ասել է հաճույք, մենք հաճույքը խառնում ենք գայթակղության կամ սովորության հետ, շատ պարզ օրինակ բերեմ, սովորական ծխելու օրինակը բերեմ, նայեք մարդիկ սկսում են ծխելու process-ը,
որովհետև տեսնում են շրջապատում եւ իրենց թվում է դա հաճելի process է, սկսում են ծխել։ Եվ հետո գալիս է մի պահ, երբ որ մեծ մասը ցանկություն են ունենում ազատվել այդ սովորույթից, բայց դժվարանում են ասելով, որ դա ինձ հաճելի է։ Ինչ է նշանակում առհասարակ հաճույք։ Հաճույքը տվյալ պահի, տվյալ գործողության լիարժեք ապրումը, տվյալ տեղում լինելն է, գաղափարը դա է հաճույքի։ Եթե վերցնենք նույն ծխողի օրինակը, երբ որ երկու բառ խոսես սովորություն դարձրած արդեն ծխողի հետ, ինքը լավագույն դեպքում ասում է չեմ կարողանում թարգել այս սովորությունը, հետո մտածում ասում է բայց սիրում եմ ծխել։ Ինչքան եղել է, որ նման օրինակով զրուցել եմ ծխող մարդկանց հետ, ովքեր իրոք այդ process-ը շատ սիրում են, բայց հետո այնպես է եղել, որ պետք է թողեն այդ սովորությունը, չեն անում, երբ որ կարողանում են թողել, դրանից հետո ասում են այս սա հաճույքը։ Դա ինչ է ցույց տալիս, որ իրանք հաճույքը խառնում էին սովորույթի հետ, ավտոմատ ռեժիմը, ավտոմատ ռեժիմի մեջ լինելով, ընկալում էին, որ դա իրանց համար հաճելի է։ Հաճույքի գաղափարը շատ կարևոր գաղափար է, բայց պետք է մենք չխառնենք սովորությունների հետ, որովհետև մտածված է ծխելու սովորույթի օրինակով փորձեցի բերել, որ ավելի ընկալելի լինի։ Եթե ասեմ ավելի մեծ հաճույքներից մեկը, որ այս աշխարհում արտահայտվում է, օրինակ սեռական ակտն է, հա, բայց երբ որ դա դառնում է սովորություն, դա նույնպես արդեն զերծ է հաճույքից։ Մենք տեղավորում ենք հաճույքի գաղափարի մեջ, բայց դա սովորույթ է, ոչ մի գործողություն հաճույքի հետ կապ չունի, եթե ինքը տեղավորվում է կախվածության կամ սովորության դաշտի մեջ։ Շատ կարևոր է ընկալել, մենք իրոք հաճույք ենք վայելում, թե ռոբոտացված սիստեմի մեջ, հա, ռոբոտացված վիճակով գնում ենք այդ կախվածության հետևից, բայց մենք դրանով չենք ծնվել, դրանով չենք եկել, դա արհեստացին սովորույթ է, հարցը ամենևին ոչ ծխելու, ոչ այլ գործողության մեջ չի, հարցը հաճույքը վերածելու սովորության դրա մեջ է։ Մենք խառնում ենք հաճույքի եւ սովորույթի, հա, գաղափարները խառնում ենք իրար։ Ցանկացած գործողության մեջ շատ կարևոր է նկատել այդ հաճույքի նշույլը եւ ցանկացած գործողություն անել հաճույքով, սկսած հաց ուտելուց, վերջացրած զրույցից, հումորից, լինել տվյալ տեղում եւ այդ տվյալ պահին ունենալ շատ այդ բարձրագույն հաճույքը։ Եթե տվյալ բանը քեզի բարձր հաճույք չի պարգևելու, ուրեմն դատեղ վտանգ կա։ Մենք իդեպ շատերս խառնում ենք, որ ասում ենք, տես Աստված այդ սիրո գաղափարի մեջ է, ես սիրով եմ անում այս բանը, հա, իսկ սիրուց հաճույք եմ ստանում, շատ նոր դաշտի մասին ենք խոսում իդեպ, խառնելով սովորույթի հետ, այդ դեպքում կներեք սենց օրինակ բերեմ, նույն մարդասպանի օրինակով բերեմ, մանյակի օրինակով բերեմ, հա, իրանք էլ իրենց գործողությունից են հաճույք ստան ըստ իրենց, բայց դա սովորույթ է, հիվանդություն է, չէ, իրականում, մենք որ կողքից լսում ենք, դա հիվանդության տեսակ է, հիվանդություն, որ նույնիսկ ինքը չի գիտակցում, որ հիվանդ է եւ առանց դրա չի կարող ապրել, դա իր համար հաճելի է, ուրեմն ճիշտ է, որ մենք ընկալենք դա որպես հաճույք եւ նորմալ գործողություն, իհարկե ոչ։ Իսկ ով է ասել, որ մեր շրջապատին մեր իսկ ճակերտավոր հաճույքից ելնելով պետք է շրջապատի օդը պղտորենք, շրջապատի բնությունը պղտորենք, որտեղ մեզ հաճելի է եւ մեր սերունդին ինչ ենք թողնելու, ինչ հաճույք ենք թողնելու մեր սերնդին,
Եվ այդ ամենը արտացոլվում է նույնիսկ կրոնական դաշտի մեջ, կրոնների մեջ բոլոր կրոնը փառահեղ գործիք է մարդկանց պահելու համար, ամենայն դեպս մի դաշտում, որ գոնե մարդիկ Աստծո գաղափարը չկորցնեն, բայց երբ որ մենք կրոնը նույն աղոթքները կլինի, մոմավառությունը կլինի, այդ ամենը անում ենք սովորության վերածելով, ոչ թե տվյալ տեղում, տվյալ պահին լինելով, ամենևին կապ չենք ունենում վերին ուժերի հետ, որտեղ վերին ուժերը ընտեղ են, որտեղ դու լիարժեքորեն ես գտնվում, այն աղոթքն է լսվում վերին ուժի կողմից, որտեղ լիարժեք ես դու գտնվում, փակվելով քո սենյակում, այսինքն քո ներսում, ինչպես ասում էր Հիսուս, ոչ թե հանրային տարածքում, կարա կողքդ 1000 հոգի լինի, խնդիր չի, բայց ոչ թե եկեղեցի մտնենք, ցուցադրական ձեռքերը sense քարացած ինչ-որ դիրք ընդունենք, ցուցադրական ինչքան հաստմոն վառենք, ուրեմն մեր աղոթքը շուտ կհասնի, անգիր արած խոսքեր ասենք, ոչ, խնդիրը մեր ներսում է, մենք ինչքանով ենք ազնիվ այդ ուժի հետ զրույցի ընթացքում, գուցե եւ մենք գիտակցաբար կարող ենք լռել, ոչ թե խնդրանքներ ուղղել, անդադ խոսել, այլ լռել, որից հետո միայն իրականում արարչական ձայնը ի վիճակի կլինենք լսելու, որտեղ արարչական էներգիան ինքը, այսպես կոպիտ ասած, այնքան անշնորհք չի, որ դու խոսում ես, ինքը քեզ ընդհատի, ինքը միայն իրան կարելի է լսել, երբ որ այդ դատարկությունը, այդ լռությունը մեր ներսում ստեղծում ենք, իսկ դա էլ չի տեղավորվում սովորության գաղափարի մեջ, դա գերագույն հաճույքներից մեկն է, հաճույքի տեսքով, շատ գայթակղիչ կերակուրներով փորձում ենք մեր երեխեքին գայթակղել, խաբել, տարբեր փաթեթավորումներով քաղցրավենիքներից սկսած, չգիտեմ ինչերից վերջացրած, հետո էլ ասում ենք ստամոքսի խնդիր է առաջացել երեխայի մոտ, ես իմ ներվային համակարգն է խախտվել եւ այլն, այդ փաթեթավորումը տարբեր ձևով է արտահայտվում, թե խոսքի ձևով, որ ողողված է ամբողջ համացանցը, հա, ասում են լավ է խոսում այս տղան, ուրեմն խելոք բան է ասում, վերջ, փաթեթավորումը գովազդային, հա, այդ պրակտիկան, որը որ կա, դիզայն են անում, գեղեցիկ դիզայն են անում, առհասարակ շվեյցարական սեղանի գաղափարը շատ եմ սիրում այդ օրինակը, որովհետև որ արտահայտում եմ ամանորյա մեր սեղաններին, առհասարակ շվեյցարական սեղանը, որտեղ 1000 մի տեսակ կերակուրներ են, հյուրասիրություն են մատուցվում մարդկանց, այդ սեղանի վրա միշտ ամենաանօգտակար կերակուրը, այսպես ասած, ոչ թե սնունդը, ներկայացված է ամենագեղեցիկ տեսքով, ամենագեղեցիկ փաթեթավորմամբ, խմորեղենների միջոցով, ինչ-որ այլ կերակուրների միջոցով, իսկ ամենաօգտակար սննդարար բանը ամենաքիչ ձևավորումն է ներառում իր մեջ, որն է օրինակ միրգը ինչ-որ փայտիկի վրա շարած եւ քո առջեւ դրած է, խնդիրը նա է, որ դու որը կընտրես, գայթակղվես փաթեթավորված գեղեցիկ տեսքից, որը վաղմիսօր փորացավ կստեղծի քո մոտ կամ ինչ-որ խանգարում առողջական կստեղծի, գուցե եւ կամ վատը լավագույն դեպքում ոչ մի խնդիր չի ստեղծի եւ ոչ մի օգուտ էլ չի տա, թե կընտրես մի բան, որը իրական սնունդ է քո համար, թեկուզ եւ գեղեցիկ փաթեթավորված չի մատուցվում քեզ, ընտրությունը մերն է, մենք հիմնականում գայթակղվում ենք փաթեթավորումներից, դրանից ենք հաճույք ստանում, գայթակղում է, որտեղ է հաճույքի գաղափարը խեղված, մենք 21-րդ դարում հաճույք ենք ստանում գայթակղության գաղափարից, եթե գայթակղի չէ, ուրեմն հաճելի է, բայց ոչ թե հաճելի է, որովհետև օգտակար է, դա է պետք տարանջատել, իհարկե աշխարհի ծնունդը, ամեն մի ծնունդ, օրինակ հողից, հեսա գարունն է, չէ արդեն բացվում, այն ծիլը, որը որ պետք է
դուրս գա հողից, հողը այդ ծնունդը տալով ինքն էլ է հաճույք ստանում, մայր հողը, ինչպես մայրերը կանայք կհասկանան սա, երբ դժվարությամբ փոքրիկ են լույս աշխարհ բերում, բայց այդ դժվարությունը անցնում է այն կողմ, երբ որ գրկում են իրենց փոքրիկին, նույն ձևի հաճույք ստանում է հողը, բայց մենք ինչքանով ենք ընկալում այդ գաղափարը, դա է շատ կարևոր։ Այո, Դավիթ ջան, շատերը դա անում են սպոնտան, ավտոմատ ռեժիմով եւ շատ թեկուս ծխողներ կամ ինչ-որ ուտելիքներով ուտողները վերջում ասում են, ախր չեմ ուզում, բայց ստիպված անում են, դե գերին եմ դառը սրա, դե չի լինում չանեն, ցենց ու զգում ես օրինակ սիրով չեն անում, իրանք ինչ-որ process են կատարում, ոնց որ պարտականություն կատարեն, ժամը եկավ պետք է մի հատ ծխի կամ չգիտեմ, ցենց ինքը իր համար չի անում, որ ինքը ասի ես հաճույք եմ ստանում։ Այդ դու զգում ես, որ ծխում պրծնում է մի հատ այդ բողոքում է իր արածից, ասում էլա, էս ի՞նչ է։ Արի մի օրինակ բերեմ։ Նայ գիտես ինչի նման է, որ այս կյանքը առաջընթացի կյանք է ընդհանրապես, մենք գալիս ենք որոշակի բազա հավաքած, գալիս ենք որոշակի ծրագրով, այն որ դու երկրորդ հարցի մեջ ընդգրկեցիր, սցենար, հա, գլոբալ սցենարով, ոչ թե ամեն մի քայլն է սցենար, եւ գալիս ենք ինչ որ ճանապարհ գնալու նպատակով, որի ընթացքում պետք է խնդիրներ լուծենք, հանդիպենք շատ մարդկանց, որ պատահականություններ չկան եւ պատահական չէ ոչ մի հանդիպում, եւ պետք է գիտակցենք, որ ամեն մի քայլը ինչպես պետք է դնենք առաջ գնալու համար, այլ ոչ թե հետընթաց ունենալու համար։ Դա շատ նման է նրան, որ մենք բարձրանում ենք օրինակ աստիճանով դեպի վեր եւ որպես կանոն, որպես ֆիզիկայի օրենք, վերևի հատվածը օրինակ գտնվում է տանիքը, ներքևից տանիքի վրա չենք կարողանում տեսնել եւ չգիտենք տանիքի վրա ինչ է մեզ սպասվում։ Ճանապարհին միշտ սովորություն ունի մարդ, երբ որ բարձրունք է բարձրանում, վեր է բարձրանում, հետ նայելու։ Դա նորմալ է, դա նման է նույն օրինակն է, երբ որ մենք պետք է հետ նայենք մեկ-մեկ, հասկանալու համար ինչ բազայով ենք եկել, ինչ ունեցվածքով ենք եկել եւ ինչ պետք է ավելացնենք կամ պակասացնենք։ Բայց հետ նայելուց տեսնում ենք ներքևում գեղեցիկ սեղանի վրա դրված կերակուրների մի մեծ ցանկ եւ շատ անգամ ճանապարհին մտածում ենք կամ նայելով գայթակղվելով քաղց ենք զգում եւ մեր ներսի այսպես ասած մյուս ձայնին ուղեղի ձայնին տրվելով ոչ թե սրտի ձայնին, որտեղ սրտի ձայնը ուզում է վեր բարձրանա, իսկ ուղեղի ձայնը թելադրում ասում է գիտես ինչ դու սոված ես, քո մարմինը պետք է սնես, էներգիա ունենաս վերև բարձրանալու համար, իջի մի կտոր, ներքևից օգտվի, նորից կշարունակես քո ճանապարհը։ Եվ մենք 5 աստիճան, ասենք օրինակով, վեր ենք բարձրացել, 5 աստիճան նորից իջնում ենք ներքև, գայթակղությունից ելնելով եւ մտքին տրվելով, ինչի է մտքի օրինակը բերում, որտեղ միտքը մեր մարմնի ուղղորդող ուժն է, իսկ հոգու դաշտը դա գիտակցությունն է։ Մենք մտքի թելադրանքով իջնում ենք մեր բարձրացած ճանապարհ, իջնում ենք դեպի ներքև, մեր ճանաչողությունից դեպի ավելի նյութական աշխարհ, որպեսզի հագեցնենք մեր մարմնի ցանկությունը, որտեղ գայթակղվել ենք։ Բայց նորից առաջ գնալու համար արդեն ծանրացած ենք բարձրանում վերև, որովհետև մեր մարմինը ծանրացել է։ Մաքսիմում մենք կարողանում ենք նորից 5 աստիճան վեր հելնել եւ մնում ենք դոփում ենք նույն տեղում։ Միջև մարսում ենք մեր կերածը, նորից մտքի թելադրանքով գայթակղությունից ելնելով նորից հետ ենք իջնում ինչ որ մի բանով սնվելու իբրև։ Մենք գայթակղվում ենք շատ անգամ ներքևում դրված գայթակղիչ սնունդից, սննդակարգից կամ այսպես ասած կերակուրներից, որովհետև չի երևում մեր տեսադաշտում վերևում ինչ է սպասվում մեզ։ Տանիքը չի երևում ներքևից, բայց ինչքան կարողանում ենք բարձրանալ վեր, 7-րդ աստիճան կլինի, 10-րդ աստիճան կլինի, վերևից միշտ ներքևը ավելի
ձգող եւ գայթակղիչ է իրեն, որտեվ ինչքան վերև ենք բարձրանում, ներքևի դաշտը ավելի ընդլայնված է երևում, եւ մի սեղանից բացի հաջորդ սեղաններն էլ են սկսում երևալ, ավելի ենք սկսում գայթակղվել։ Դրա համար վերևից ընկնելը կամ իջնելը ավելի տանջալից կամ ցավոտ է, այդ գաղափարախոսությունը կա, բայց մենք գայթակղությանը տրվելով, այդ չակերտավոր հաճույքին տրվելով, չակերտավոր հաճույքին, մենք միշտ վայրեջքի մեջ ենք գտնվում։ Եվ շատ քչերն են, որ այդ գայթակղությունը հասկանում են, որ դա անցողիկ մի բան է իրենց ներկայացնում եւ շատ կարեւոր է վեր բարձրանալ, հասնել տանիք։ Բայց շատ կարեւոր է նաեւ գիտակցել մի նուրբ բան, որ գուցե տանիքում ոչինչ քեզ չի սպասվում։ Ընդհանրապես տանիքում հայտնվելու հաճույքը տանիքում նրան է կայանում, որ դու վերից կարողանում ես նկատել, թե այն գայթակղիչ կերակուրները ովքեր են սարքում, այն խոհարարներն են սկսում քո աչքի ներևալ, ովքեր չէին երևում ներքևի աստիճաններում։ Իսկ այդ խոհարարները գուցեև ոչ մաքուր ձևով կամ երևում արդեն թե ինչ ձևով են այդ կերակուրը սարքում կամ փաթեթավորում ու ներկայացնում քեզ, գուցեև այդ խոհանոցը տեսնելուց հետո արդեն չուզենաս մոտենաս, որովհետև զգաս, որ այնտեղ օրինակ սնունդ չի քեզ մատուցում սնունդի անվան տակ, կարա վերևում չլինի սեղան գցած քո համար, բայց վերևում բացվի քո համար մեծ տեսադաշտ, ահա օրինակս, բայց վերև բարձրանում են շատ քիչ մարդիկ եւ շատ քիչ մարդիկ են ճիշտ գնահատում եւ տարբերակում հաճույքի եւ սովորության կամ գայթակղության գաղափարները։ Անկալելի է միտքս։ Այո, որտեղ ոչ թե որտեղ մենք համար այլ տրվում են դրան։ Խնդիրը որտեղ է, մենք ինչքանով ենք պատրաստ ասած օրինակ Սոդոմ Գոմորի օրինակի հետ չնայելու կա այդ բնազդը, բայց այդ բնազդին չտրվելու, ուղեղին ամեն ինչում չլսելու եւ ներսի սրտի գիտակցությանը հետևելով վեր բարձրանանք։ Նաեւ գիտակցելով, որ վերևից մի օր պետք է իջնենք հաջորդ ավելի բարձր տանիք բարձրանալու գաղափարով։ Բայց վեր բարձրանալը շատ կարեւոր է։ Իհարկե դժվար է, որ այդ գայթակղությունները հաղթահարենք եւ անդադ առաջ բարձրանանք։ Բայց շատ կարեւոր է, եթե դու զովացածել ես, ուզում ես սնվես, գոնե սնվի քո հասած բարձրունքի նստած, ասենց ասած, ոչ թե հետ ընթաց արա։ Իսկ մենք ամենուր հետընթացի մեջ ենք։ Եվ այդ գայթակղիչ տեսները, գայթակղիչ կերակուրները միշտ մատուցվում է մեզ թե տարբեր կրոնների միջոցով, որը տարբեր փաթեթավորումներով, մեկնություններով, տարբեր մեկնությունների միջոցով է մատուցվում, որը փաթեթավորված է հուզական դաշտերով, վախի դաշտերով, եթե դու չանես, օրինակ եթե դու չուտես սա, դու անպայման կմահանաս, եթե դու չուտես սա, դու անպայման էս կլինես, հիմնականում այդ փաթեթավորումները իրենց մեջ վախ են պարունակում, քաղցրացրած, շոկոլադաբաց, ասենց ասամ, բայց վախեր են իրենց մեջ պարունակում, եւ մենք ասում ենք, դե լավ, այս անգամ էլ օգտվենք ու վերջ, դե լավ, այս անգամ էլ օգտվենք ու վերջ, եւ հետո էլ գալիս է մի պահ, երբ մի պահ ուզում ենք չօգտվել, զգում ենք, որ ոնց շատ մեծ խնդիր է առաջացել, բայց մենք արդեն սովորության ենք վերածել այդ օգտվել եւ առանց դրա շատ դժվար է։ Ինչքանով է պետք ուժեղ լինել, որպեսզի այդ սովորույթից մի քայլ անցնել այն կողմ եւ սկսել շարունակել բարձրանալ։ Խնդիրը կրոնի մեջ չի, խնդիրը քաղաքականության մեջ չի եւ շրջապատող աշխարհի գայթակղությունների մեջ չի, խնդիրը մեր մեջ է։ Մեր առաջ փռված է եւ փռված կերակուրների մեջ բոլորը չի որ պետք է մեզ օգտակար լինեն, անխոս, մի խոհարար լավ է աշխատում, մի խոհարար վատ է աշխատում, դա նորմալ է, բոլորը նման չեն լինում իրար։ Խնդիրը մեր մեջ է, մենք որն ենք ընտրում, մենք անպայման լսում ենք այդ գովազդները եւ գնում ենք գովազդի ուղղությամբ,
թե լսում ենք մեր ներսի ձայնին, այն ձայնին, որը ներսից ասում է ճանաչի քո պատմությունը, ճանաչի քո մշակույթը, բարի քո բարերը, երգի քո երգերը, երգի քո նորածին երեխու համար, որը մի սերմ է, որով պետք է մեծանա արդեն իր գիտակցական մակարդակը բարձրացրած մարդ որպես։ Թե մենք գայթակղված մեր շրջապատից պարտադիր պետք է փոքրիկ ժամանակից մեր երեխաներին տանենք այն աղավաղված երաժշտությամբ լցված տարածքներ, լսենք մեր ընտանիքում այդ աղավաղված ցածրակարգ որոշակի ճակերտավոր ասած մշակույթ ներկայացնող երաժշտություն ու պարեր, հա, հետո ինչ ենք ստանալու մեր սերնդից, աղավաղված սերունդ։ Մի քանի սերունդ եւս պետք է, որպեսզի ինչ որ մարդը կարողանա ոտքի կանգնի, մի քանի կյանք եւս պետք է հետ գալու համար։ Կարող ենք հիմիկ բանից ոտքի կանգնել գիտակցելով այս ամենը։ Իհարկե։ Հաճույքը չխառնելով, կրկնում եմ, գայթակղության կամ սովորության հետ։ Դա հաճույքի պատճառով եւ ինչպես ասվում է, ժողովուրդը տգիտության պատճառով է կորսվում, այո, մենք ենք մեր ձեռով անողը, մենք ենք եւ սարքողը եւ քանդողը։ Իհարկե, սա վախենալու համար չէ, ինքնաճանաչման համար է, որ մենք ինքներս մեզ հարցնենք, սա ինչի համար ենք անում եւ ինչքանով է դա ինձ հարկավոր եւ ուր է տանում, ինչի սա պետք։ Այսինքն, երբ որ դու դա անում ես եւ գիտակցված ես անում եւ դա իսկապես ու կարողում ես իրանից վերցնել, նա քեզ չի վնասում, բայց եթե դու անում ես անգիտակցորեն, ուղղակի դե բոլորն անում են, կայնի ես էլ անեմ, կապ չունի, դուրս գալիս է թե չի գալի, բայց ես անեմ, իհարկե նա դառնում է քեզ հակառակորդ։ Նա այստեղ Հենց դա վերահսկողություն է։ ներողություն եմ խնդրում, նուրբ պահ կա։ Օրինակ բերեցի երրորդ անգամ այդ օրինակը կրկնելով բերեմ, նույն սեյրական մարդասպանի օրինակը պետք է բերեմ, դժբախտ օրինակը դրա համար։ Ինքը իր process-ը կատարում է հաճույքով, չի զգում, որ ինքը մեղքագործում, չի զգում, որ դա չի կարելի։ Իր մոտ ինքը առանց դրա չի պատկերացնում իրան, գողեր կան, մարդիկ կան, ովքեր ամեն տեղից ինչ հիվանդության տեսակ, ինչ որ մի բան պետք է թռցնեն։ Դրանից ինքը հաճույք է ստանում, բայց դա հիվանդություն է, պետք չխառնենք հաճույքի հետ։ Եթե մեր արած գործողությունը սովորական ծխելուց սկսեցինք օրինակը, եթե ծխում ենք հաճույք ստանալով, բայց այդ ծուխը չի թույլ տալիս, որ մեր դիմացինը մաքուրոտ շնչի, դա արդեն հաճույք չի, որտեղ հաճույքը իր մեջ պետք է չներառի էգոյի դաշտը, հաճույքը պետք է միայն օգտակար, պետք է գիտակցել, հաճելին հրաշալի է, որ հաճել է, պետք է գիտակցել մեր գործողությունը, ինչ ազդեցություն է թողում մեր կողքինի վրա։ Եթե այդ հաճույքից նոր ծնունդ ենք ունենում երեխայի տեսքով, գիտելիքի տեսքով, նոր ինչ որ առաջականության տեսքով, ստեղծագործության տեսքով, դա առողջ հաճույքի տեսակ է, այսպես ասեմ, բայց եթե այդ հաճույք կոչվածը միայն մեր էգոն է սնուցում, ես ծխեցի կամ ես ինչ գործողություն արեցի, ինձ հաճելի էր ու վերջ, բայց մենք չենք նկատում, որ դիմացինի օդը փակեցինք, դիմացինի խանգարեցինք շնչել, ինչ անենք, այդ դիմացինը ամեստությունից ելնելով ձեն չի հանում։ Դա արդեն անառողջ հաճույքի տեսակ է, երկուսն էլ հաճույք են կոչվում, բայց անառողջ եւ էգոյի դաշտի սնուցման հետ գործ ունենք արդեն։ Ոչ անհրաժեշտ հաճույքներ են դրանք, ոչ անհրաժեշտ։ Դրա համար բնությունը տվել է մեզ հաճույքի բնական ձևերը։ Իրական հաճույքը այդ բնական ձևերով է արտահայտվում։ Օրինակ առավոտյան ելնել, գոհանալ, որ արժանացել ենք արթնանալու, որտեղ կարող է չարթնանանք, չարթնանալուց էլ կարող մեր հոգին գոհանա, որ մի նոր ծնունդի մեջ պետք է մտնի։ Գոհանալ եւ փորձել օրինակ գոնե առավոտ շուտ օդ շնչել, որտեղ դժբախտաբար մեր շրջապատում այն օդը, որ շնչում ենք, ամոթ է ասել շնչել դրան։ Գոնե առավոտյան, երբ որ մի քիչ մաքուր է օդը, փորձենք ճիշտ վարժություն դնենք դրա անունը, օդ շնչենք։
դա գերագույն հաճույքներից մեկը կարա լինի եւ իդեպ ասեմ բուժիչ։ Դա մի փոքրիկ օրինակ։ Իդեպ այսօրվա այս հարցն ու զրույցը շատ կարևորում եմ, որով ու հաճույքով զրուցեցի, որովհետեւ ավելի կարծում եմ շատ կարևոր է այս ավելի հասանելի թեմաներից շատ անգամ զրուցել։ Իհարկե վստահ եմ, որ շատ դիտողներ, շատ մարդիկ կարողա հիասթափվեն, որովհետև մարդիկ մեծ մասը սիրում են լսել մի թեմայից, որը ավելի անհասանելի է իր համար եւ չգիտակցի, որ շատ կարևոր է, որ թեման լինի իրան հասանելի եւ ինքը այդտեղ պետք է գործողություն կատարի։ Մեզ ավելի հեշտ է ընդհանրապես լսել անհասանելի թեմաների մասին, որտեղ մենք պատասխանատվություն չունենք, բայց հավատացնում եմ, որ անհասանելին հասնելու եւ նկատելու եւ այդ շփվելու նույնիսկ այդ էներգիաների հետ ամենակարևոր գործողությունը սկսում է մեր ներսից, մեր առօրյայից, ինչպես մի անգամ խոսեցինք, մենք ենք մեր կյանքի դրախտը սարքողը կամ էլ դժողքը։ Եվ այսօրվա թեման ավելի շատ է հենց դրա մասին։ Շատերի համար գուցե եւ չգիտեմ, շատ մակերեսային թեմա լինի, այնինչ սա հիմքն է այն ամեն ճանապարհի, որին մարդարածը ձգտում է, սկսած բոլոր մեծերից, մեծ էլաուներով չթվարկեմ, բոլոր մեծերը սկսել են այդ սովորական իրենց կյանքը ապրելու եւ այդ իրական հաճույքները վայելելու գաղափարից։ Օրինակը կարող եմ բերել Հիսուսի օրինակով, երբ ասում է Հովհաննես չէր ուտում, չէր խմում, իրան չընդունեցիք, մարդու որդին եւ ուտում է, եւ խմում է, եւ բոլոր հաճույքները անում է, իրան է չեք ընդունում։ Բոլոր հաճույքների մեջ չի մտնում արեստացին հաճույքները, այլ բնական կարիքները հոգալու այդ գործողություններին կատարելու մասին է խոսքը, բայց ցանկացած գործողություն կատարելուց պետք է կատարվի հաճույքով, լինի ճիշտ տեղում։ Ինչպես Վիլյամ Սարոյանի օրինակը շատ սիրում, հումորային օրինակ, երբ հարցնում է Վիլյամ Սարոյանը, հարցեր են տալիս եւ Վիլյամ Սարոյանը ասում է. «Մարդ պետք է այնպես հաց ուտի, որ Աստված վերևից տեսնի, ասի՝ Վիլի, մի պատառել ինձ տուր»։ Կամ երեխաների օրինակով, երբ որ երեխային մի հատ դեղց կամ խնձոր կամ լոլիկ ես տալիս, փոքրիկ երեխան ինքը վերածվում է այդ լոլիկի, ուտելուց ամբողջ դեմքը լոլիկոտվում է, ջրոտվում է, բայց ինքը մտնում է process-ի մեջ, որ ասում է, անես կերավ իմ ախորժակն էլ բացեց։ Այո, իհարկե, դա պետք է ապրել, ամեն պահը ապրելու մասին է խոսքը, իսկ ամեն պահը ապրել, դա հենց տիեզերական գործողություն է, որը մեզ տրված է, բայց մենք թողած այդ process-ը, այդ գործողությունը, ուզում ենք անհասանելի գիտելիքներ ունենալ, մի բաներից լսել, որոնք դեռ անհասանելի են կամ ուղղակի չենք էլ անել, ընդհանրապես մենք ուզում ենք գայթակղվել, մենք սիրում ենք գայթակղվել, բայց մի գաղտնիք ասեմ, որ հենց այդ գայթակղության դաշտն է, որտեղ բոլորիս կարողանում են խաբել, այսինքն մենք սիրում ենք, երբ մեզ խաբում են, բայց դա քանի որ գայթակղիչ է եւ նման է այդ շվեյցարական սեղանի լավ փաթեթավորումներին եւ դրա հենց համեմատականին չեն բերում, որովհետեւ այդ գայթակղությունը բերում են հարցերին մեր մեջ տեսնես ռեցեպտի ոնց են սարքել այս կերակուրը, ոնց են անում, եւ այդ ոնցերը ինչքան էլ իմանում ենք, շատերս փորձում ենք եւ չէր ստացվում մեր մոտ, հիասթափություն ենք ապրում, նույն ձևի այլ դաշտերի գաղափարները լսելով մեր մոտ հարցեր են առաջանում եւ ճանապարհին հետ ենք նայում ու սկսում ենք նորից իջնել մեր աստիճանը գնալով այն մյուս գայթակղության ուղղությամբ եւ ասելով որ մեկը վերև բարձրանալ չգիտենք ինչա մեզ այնտեղ սպասում դժվար է վերև բարձրանալ այ մարդ ինչ գործ ունենք այսօրվա մեր զրույցը մի քիչ նման էր
բանի փոխաբերական իմաստով էր ամբողջ զրույցը, բայց այդ փոխաբերական իմաստով շատ ավելի կարևոր ինֆորմացիա ես կարողանում փոխանցել մարդկանց, որովհետև բոլոր մեծերը հենց պատահական չէր, որ այդ հուշումների միջոցով էին փոխանցում առակների, հեքիաթների ու նման փոխաբերական իմաստ պարունակող զրույցների միջոցով էին փոխանցում տիեզերքի շերտերի կամ տիեզերքի գիտելիքը մարդկանց, հա։ Կարևորագույն բանալիներ։ Այո, կարևորագույն բանալիները միշտ փոխանցում են նման ձևով, որովհետև ուղղակի մարդ արարածը շատ կտրվելով այդ դաշտերից պատրաստ չի գիտակցելու ուղիղ խոսքը, այն ուղիղ խոսքը, որից ինքը ուղիղ իմացությունը, որից ինքը ինքան է հեռացել եւ ուղղակի չի կարող անցալի։ Դրա համար այս տեսքով եմ միշտ մատուցվել։ Թող այսօրվա մեր զրույցը լինի այս տեսքի մեջ, կարծում եմ օգտակար կլինի։ Շատ օգտակար էր Դավիթ ջան, այո, ես համաձայն եմ։ Մեկնաբանությունները ինձ թվում է կերևա մարդ եթե կտարածեն, մարդիկ կգրեն, կհասկանանք, եթե չէ, ամենայն դեպս ինքս կողմնակից չեմ սուտ խոսելու կամ խաբելու կամ չգիտեմ, ես դրա կողմնակիցը չեմ։ Իհարկե, ես էլ դրա կողմնակիցը չեմ, ես չեմ սիրում փափուկ բարձր մարդկանց գլխի տակ, ինչը որ ճշմարիտ է, խոսում ենք դրանից, ով որ ուզի մոտ գալ դրան, թող մոտ գա, ով որ չէ, էլի իր ընտրությունն է, վախենալու էլի բան չկա։ Ուղղակի մենք խոսում ենք այն ինչից, որ տեղյակ ենք, հա, որ տենց է, որտեղ շատերս ապրում ենք զոմբիացման ռեժիմով, ինչպես ու նշեցիր քիչ առաջ, որ մենք անում ենք սովորությունների համաձայն, դա սովորույթ է, ադաթներ կամ չգիտեմ, դե տենց են անում, մենք էլ անենք, այլ ոչ թե ներքին մղումով եւ սիրով ու սրտած ու մենք փորձենք դրանից ստանալ այն ինչ որ իսկապես այդ պայ համար անհրաժեշտությունն է, ոչ թե ուղղակի որ պետքա տենց լիներ։ Համաձայն եմ, որտեղ այսօր ես բոլորի շատերին եմ տեսնում այդ ռեժիմի մեջ։ Ну ի վերջո թող ամեն մեկն էլ այս ամենը լսելով ինքը իր մեջ որոշի վերլուծի եւ ինքը հասկանա որքանով է սա իրան պետք, որքանով պետք չի։ Դու ներողություն, դու ադատ բառը որ ասիր, շատերի մոտ ադատը դա ծիսակատարությունների հետ է կապված շատ անգամ լինում, շեշտեմ, որ ամենևին ծիսակատարությունների մասին չնայած նույն ծիսակատարությունները, եթե սովորության են վերածում, եւ ցանկացած բան, եթե սովորության է վերածում, դա արդեն անառողջ է, միջև իսկ, երբ որ սովորություն է դառնում, այն աղջիկը, ում սիրել ես, ամուսնացել ես, եւ արդեն շատ սովորական է, քո կինը եւ վերջ, կամ քո ամուսինն է եւ վերջ, արդեն հասել եք իրար, երբ դա վերածում է սովորության եւ ամեն օր չեք սիրահարվում ձեր կողակցին, երբ որ ամեն օր ձեր երեխայի աչքերին չեք նայում եւ առաջի ծնունդի օրվա պես ընդունում, դա արդեն դառնում է սովորություն։ Երբ որ ուղղակի աշխատանքից գալիս եք, հրամանականով ինչ-որ բաներ եք պահանջում, որ կինը պարտավոր է ինչ-որ բան անի, այդպես ընտանիքներ են քանդվում, երբ որ վերածում է սովորության։ Այսպես որ պետք է ամեն օր սիրահարվել, ամեն օր սիրել ես կյանքը, ամեն օր նոր ձևով նայել ձեր կողակցի, երեխայի, ձեր ընկերների աչքերին, կյանքին առհասարակ, ամեն մի ինչ որ սնունդ ուտելուց առաջ ուտեք այնպես ոնց որ առաջ անգամ պետք է փորձեք, այդտեղ է սկսվում հաճույքը, գուցե դժվար կլինի, բայց ոչինչ հեշտ չի տրվում եւ բոլորս էլ գիտենք, որ հաղթված դժվարությունից հետո ձեռք բերվածն է ավելի հաճելի պահեր պարգևում, ասել հեշտ ձեռք բերված բաները։ Ճիշտ է, շատ համաձայն եմ, շնորհակալ եմ Դավիթ ջան եւ մի փոքրիկ հարց էլ կա, մեզ հարց են տվել, կցանկանայի մի փոքր էլ դրան անդրադառնանք եւ երևի դրանով եզրափակենք մեր այսօրվա հանդիպումը։ Ուր անհետացավ դրախտը երկրի վրա, ստեղծած ջրհեղեղից հետո։ Ինձ հետաքրքիր է, եթե Բիբլիայի առաջին գլխում նաև շումերական ու այլ դիցաբանություններում աստվածները ստեղծեցին մարդկանց, նաև Յահվեն երկրի փոշու ստեղծեց։ Մի այլ մարդու, այսինքն երկրի վրա կան եւ Ադամի սերունդները, եւ աստվածների ստեղծածների սերունդները։ Ճիշտ եմ հասկանում։ Շնորհակալություն։ Ինչքան ես կարծում եմ այստեղ չարժի երկար բարակ շատ նուրբ ճակերտներ եւ շերտեր կան բացել, հարգելի օգտատիրոջը ասեմ
հետեւյալը նուրբ թեմա է եւ ոչ հանրության այդքան հանրամատչելի, բայց մի երկու խոսքով կարծում եմ կարելի է մի փոքրիկ կետերով հուշումներ անել։ Դավիճան ուր անհետացավ դրախտը ջրհեղեղից հետո երկրի վրա, ու դրախտը ախր Եդեմն է այնտեղ, Էդեմը ուրիշ բան է, դրախտը նախ ուրիշ վիճակ է, Էդեմը պարտեզ էր կոչվում, բնության, սիրուն, այդ կետերը, որ հոսում էին այնտեղ շումերական պատմություններից է վերցրած։ Եվ արդեն աստղային փոշուց ինչ որ Յահվեն ստեղծեց գեներային ինժեներներով ինչ որ մարդկությանը, մեկ էլ մի փոքրիկ երևի դրանով, բայց ներողություն շատ չենք խորանա։ Սևակ ջան, արի թող այդ հարցի պատասխանը, ինչպես ասեցիր, շատ ինչ որ մեծ ծավալով չդիտարկենք, որովհետև այո, հանրային դաշտի համար այդքան էլ ամենայն դեպս այս պահին չեմ գտնում ճիշտ, շատ ծավալվելու, բայց դիտարկեմ մեր անցած հարցերի շրջանակներում դրախտը վերացավ, որովհետև մեր մեջ դրախտի հաճույքի գաղափարը վերածել ենք սովորույթի եւ դրախտն էլ թե դժոխքն է մենք խոսել ենք, մենք ենք ստեղծում առաջին հերթին, որ արտացոլանքն է տիեզերական դաշտի, արտացոլանքն է մեր շրջապատող աշխարհի եւ արտացոլվում է այդ ամենը նաեւ, եթե ինքս դրախտային հաճույքներն են իմ աշխարհ բերում, այն հաճույքի իրական գաղափարը, որից խոսում էինք, իմ առաջ անպայման բացվում է դրախտը։ Իսկ եթե ինքս անընդհատ հետ եմ իջնում գայթակղության ետևից, բնականաբար վեր չեմ բարձրանալու եւ իմ առաջ միայն բացվելու է դժոխքը եւ դա անմիջականորեն այս կյանքում տեղի է ունենում, ուղղակի ինչպես ձուկը չգիտակցում, որ ինքը ջրի մեջ է գտնվում, նույն ձևով մենք գտնվելով այն մեր իսկ ձեռքով ստեղծած դժոխքային շրջապատի տարածքի մեջ չենք գիտակցում, թե որտեղ ենք գտնվում, որտեղ մեր ներսում ենք գտնվում, բայց նաև կարող ենք գտնվել դրախտի ներսում, ստեղծելով այդ դրախտը, որը հետագայում մեր կյանքից հետո կամ հաջորդ կյանքերում ավելի լուսավոր է դառնալու մեր համար եւ վերջի վերջո ստանալու է իրեն դրախտային տեսքը, որը մենք ստեղծել ենք եւ կարելի ասել այդ լույսի ենք վերածվելու, որը կոչվում է Քրիստոսացում։ Թող այս հարցի շուրջ այսքանով սահմանափակվեմ, որը կարծում շատ ավելի կարևոր է, քան թե այս իրականությունից ավելի իրականության մոտ դաշտից լուծելուց հետո խոսենք մի դաշտից, որը դեռ մեր աշխարհ չենք բերել եւ այդ դաշտի պատասխանատվությունից դեռ շատ հեռու ենք գտնվում, իմաստ չեմ գտնում։ Դրախտը անհետացած չի, այնքանով որքանով մենք փորձում ենք մեր կյանքը վերածել դրախտի եւ դրախտը անհետացած է, եթե մենք ենք մեզ հեռացնում այդ դրախտային գաղափարից։ Այդպես, ինչ վերաբերում է աստվածությունների արարչականության հետ կապված, այդ մասին էլ ենք որոշակի առումով խոսել։ 5 կտակարանում բավականին պարզ նշվում է, իհարկե սխալ ընկալումների պատճառով դարերի վեր մենք այլ գիտելիք ենք մեր մեջ նստված կարելի ձևով այդ գիտելիքը տվել, բայց եթե ուշադիր ենք նայում, դիտարկում, համեմատում նոր կտակարանի Հիսուսի խոսքերը, քայլերը համեմատելով 5 կտակարանի հետ, կամ այդ ամեն համեմատում մեր էպոսի հետ, այսինքն իրական էպոսը հայկական էպոսի հետ, այդ ամենի տարբերությունները եւ կգտնենք եւ գտնում ենք։ Շատ կարեւոր է կարդալ, տեսնել տողատակերը, հարցեր եթե կառաջանան, բայց ինքս առաջարկում եմ, որ այդ հարցերը հնարավորինս այն տիպի ձևակերպեմ, որոնց պատասխանները կարան մեզ այս կյանքում, այս պահի համար օգտակար լինեն, որովհետև մենք դեռ գտնվելով առաջի, երկրորդ կամ 5-րդ աստիճանի վրա, կանգնած լինելով, միանգամից սկսում ենք ուզում ենք գուշակություններ անել, ինչ է գտնվում տանիքում։ Ասում եմ ամենևին խնդիրը նա չի, թե ինչ է գտնվում տանիքում,
հիասթափությունը մեզ սպասում, այսինքն ոչինչ չի գտնվում, թե մի մեծ հարստություն։ Հարցը նա չի, հարցը ընթացքն է։ Մենք ինչքան ենք պատրաստ անընդհատ բարձրանալ դեպի վեր։ Ամենայն դեպս իմ համար ամենամեծ բանը, որ կարող գտնվել տանիքում, նա է, որ իմ տեսադաշտը բաց է լինում եւ կարողանում եմ տեսնել ամենը, սկսած խոհարարներից խորհրդանշաբան, նորեն ասած, վերջացրած խոհարարների պատրաստած գայթակղիչ կերակուրներից։ Շատերս ուզում ենք տրվում ենք գայթակղության, այն գայթակղության, որ տեսնես ինչ կտեսնենք այդ նպատակակետում, տանիքում, ոսկե մեդալի ենք մենք ձգտելու կամ դրախտի ենք հասնելու, դրախտը ինչ տեսք ունի, ինչպես գիտենք աղանդի ներսում գտնվող տարբեր աղանդների մարդկանց, երբ որ բրոշուրիկներ են տպագրում, որտեղ նկարած է կենդանիներին փաթաթված մարդիկ, առյուծներ, մարդիկ ինչ որ հակու կապով կոստյումներով եւ դա ներկայացված է որպես դրախտ, անձամբ իմ համար կներեք դա խայտարակությունը։ Կրկեսում շատերը փաթաթվում են կենդանիներին, շատ կարող է դրախտ են նկարել։ Եվ այդ ասեմ, բայց շատ ուժեղ աշխատող հիպնոզի ձև է։ Իդեպ ասեմ, շատ կրոնների մեջ էլ, երբ որ սրբապատկերին գուցե շատ բարձր որակով արած սրբապատկերներ կան, բայց այդ սրբապատկերները ամեն ինչը իրենց գաղափարները արդեն կորցրել են եւ Քրիստոսի գաղափարախոսությունը վերածվել է կռապաշտության շատ եկեղեցիների միջի համար, որովհետեւ մարդիկ չունենալով այդ գաղափարախոսությունը ճանաչողությունը գնում համբուրում են նկարները, խաչակնքվում են, այն էլ ոչ ճիշտ եւ համարում են, որ իրանք դրախտ կընկնեն։ Այնիշ նկարչություն։ Դա էլ գայթակղության մի ձև է։ Սրբապատկերների նկարչության գաղափարը նրանում էր, որ ժամանակին գրագիտություն չկար, այսինքն կարդալ չգիտեին շատերը եւ պետք է նկարներով ճանաչեին այդ պատմությունը։ Դրա համար այդ պատմությունը Հիսուսի անցած ճանապարհի նկարներով էին մատուցում մարդկանց։ Բայց հիմա իրականում կարիքը չկա այդ նկարների լինելու, իսկ լինելու դեպքում արդեն դա վերածվել է կռապաշտության։ Ամեն մարդ նույնիսկ իր տանանքերում ինչ որ նկար է փակցնում, շատ լավ է անում, բայց երբ որ այդ նկարը համբուրում է եւ այդ նկարին է տեսնում որպես Քրիստոս կամ որպես Տիրամայր, այլ ոչ թե իր ներսում է փնտրում։ Իհարկե, մեր ներսը դրախտի չի վերածի, այլ հակառակը։ Իսկ երբ որ նկարը կամ կա կամ չկա, բայց ձեր ներսում ամեն առավոտ տեսնում եք Քրիստոսի բերած լույսը, արարչական լույսն ու էներգիան, հելնելով հողի վրա քայլելով շնորհակալ եք լինում Տիրամորը կամ Մայր հողին, որը ամեն օր ծնում է մեր համար թե կերակուրներ, թե մրգեր, թե պտուղներ եւ ընդհանրապես էներգիա է փոխանցում մեզ, այդ ժամանակ մեր մեջ բացվում է դրանից ավել ոչ մեկ ավելի ճշմարտություն չի տա մարդկանց, եթե ամենայն դեպս իմ համար նկարագրություններ անել, ինչ որ դրախտը ինչ ձևի է լինում, ինչ տեսքով, ինչ գնացել կամ բան, սա ավելի մոլորության կտանի։ Ու քո ասած գայթակղության առիթ։ Այո, իսկ երբ որ մենք մեր մեջ արտնացնում ենք դրախտը եւ փորձում ենք ապրել դրախտային հաճույքները զգալով, այդ ժամանակ արդեն տիեզերքը մեզ կհուշի ինչը որտեղ է եւ ամենքին կտա իր իսկ դրախտի տեսանկյունից, թե ինչ ասել են դրախտ կամ դժոխք։ Առաջի քայլը, այսինքն տառերը պետք է անենք, որպեսզի կարողանանք կարդալ գիրք։ Նախադասություն ստեղծել։ Տառերը փոքրիկների պես, տառերը չիմացած, որ փոքրիկների դպրոց չգնացած, ասում են մենք կարդալ գիտենք։ Մենք այդպես ենք ավելի շատ փորձում ինֆորմացիա քաղել։ Սովորենք, մնացածը արդեն տառերը սովորից հետո ինքներս ենք որոշում ինչ կարդանք։ Մեզ գալիս է ինչ կարդանք, ինչպես ամեն մարդ։ Ճիշտ է, Դավիթ։
Շնորհակալ եմ հարցին անդրադառնալու համար, օգտատիրոջներն ենք շնորհակալ հարցը տալու համար, ինչքան փորձեցինք այդքան տվեցինք, ապրես Դավիթ ջան, եւ երևի այսքանով եզրափակենք մեր այսօրվա համով զրույցը, օգտակար զրույցը, թող այն բոլորին ի նպաստ լինի, արթնացնի մեզ էլ ավելի խորությամբ, արդյունությունը դրանում է կայացած, որ պատասխանատվությունը վերցնում ենք մեր ձեռք եւ սկսում ենք տեսնել ու ճանաչել ինչի համար ենք անում եւ ինչպես ենք անում, դա մեզ իրապես խորքային ձևով է հաճելի, թե ուղղակի տենց որոշել ենք հաճելի, այսինքն այդ խապկանքները պետք է կարողանալ մարդ տեսնել եւ հասկանալ եւ չտուժել դրա պատճառով ոչ ինքը, ոչ մյուսները, թող լինի գոնե ինչ որ կլինի երկուսի համաձայնությամբ, եթե գործ ունենք կին տղամարդ հարաբերության մեջ եւ չլինի պարտադրված եւ չլինի ինչ որ բոլորն անում են եկեք անենք այլ սրտով, ներսով զգանք, ըստ անհրաժեշտության արվեն ամեն բան։ Շնորհակալ եմ հյուրընկալվելու համար, շատ հետաքրքիր եւ օվանդակալից էր զրույցը այսօր եւ կհանդիպենք հաջորդ եթերների ժամանակ։ Փորձենք, շնորհակալ եմ Սաղաթ ջան, շնորհակալ եմ բոլորից, հաջողություն։ Ցտեսություն։